Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որոնց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 4.1 մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ։ Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են սույն հոդվածի նշյալ կետի A և B ենթակետերով ընձեռնված հնարավորությունից օգտվելու դեպքում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարի պահից 20 րոպեների ընթացքում թողել պատահարի վայրեր և ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը։ Եվ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքի 19-րդ հոդվածի 4 մասով նախատեսված դեպքերում, երբ լրացվում է համաձայնեցված հայտարարի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 4.4 մասով նախատեսված դեպքերում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարի պահից 20 րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը և ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 30 չափով։ Հարգելի գործընկերներ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածը պատասխանատվություն չի սահմանում ողջամիտ ժամկետից ավել ճանապարհատրանսպորտային պատահարից հետո պատահարի վայրը չթողնելու և ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար։ Իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքն իր հերթին նման պարտականություն չի սահմանում ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդների համար, մինչդեռ դրա հետևանքով ստեղծվում է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին կանգ առնելուն կամ երթևեկության ուղղությունը փոխելուն հարկադրող իրադրություն, առաջացնելով արհեստական խցանումներ։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը, հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող սաստկալի, հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե անվտանգային, թե տնտեսական, թե բնապահպանական և թե առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար։ Օրենքների նախագծերի սույն փաթեթը վերաբերելի է միայն թվով երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս և կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ։ Առաջարկվելիք օրենսդրական փոփոխությունները կվերաբերվեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի շուրջ 85%-ին համաձայն ASVA համակարգի տեխնիկական սպասարկումն ապահովող Բիվակ Հայաստան ընկերության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության։ Ներկայումս գործող կանոնների, օրենսդրության և գործնականոն ձևավորված սովորույթի համաձայն համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող պատահարներից հետո վթարի մասնակիցներն ըստ քայլերի հերթականության պարտավորվում են ներբեռնել գործող ASVA հավելվածն իրենց բջջային հեռախոսներում, սկսել լրացնել այն մուտքագրելով անձնական տվյալներ, վկայագրերի այլ փաստաթղթերի լուսանկարներ, կոնտակտային տվյալներ։ Եվ այս բոլոր գործողությունների կատարման ընթացքում վթարի մասնակիցներն ազատ են տնօրինելու խցանում առաջացնող իրադրությունը, տնօրինելու ճանապարհն ազատելու ժամանակն այն պարագայում, երբ նրանց միջև առկա է վթարի մեղավորության և գույքային վնասի սահմանաչափի մասին համաձայնություն, ինչը հանրային համակեցության տրամաբանության և այլոց իրավունքների կոպիտ խախտում է։ Եվ ահա սույն նախագծով առաջարկվում է սահմանել առավելագույն ժամանակահատված, որի ընթացքում վարորդները պարտավոր կլինեն իրենց ավտոմեքենաները տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, ազատելով երթևեկելի հատվածը, դրանով իսկ դադարեցնել արհեստական խցանումների պատճառ հանդիսանալ։ Եվ համաձայն շահագրգիռ կողմերի հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում ձևավորված կոնսենսուսի այդ ողջամիտ ժամանակահատվածը 20 րոպե է, հաշվի առնելով ASVA հավելվածում նախատեսված քայլերի լրացման միջին տևողությունը գումարած հավելյալ 10 րոպե, հաշվի առնելով նոր կարգին մեր քաղաքացիների ընտելացման գործոնը։ Համաձայն բազմաթիվ գործընկերների գնահատականների 20 րոպեն նույնպես համարվել է չափազանց երկար ժամանակահատված,
քանի որ այն եւս ահռելի խցանումների հետևանք կհանդիսանա։ Սա իհարկե տրամաբանական մտավախություն է, բայց միայն այն դեպքում, երբ 20 րոպեն դիտարկում ես այսօրվա իրականությունից կտրված համատեքստում։ Իսկ իրականությունն այս պահին ըստ ՆԳՆ տրամադրած վիճակագրության հետևյալն է։ Խնդրու առարկա վթարների ժամանակ վարորդների կողմից երթևեկելի հատվածն անսահմանափակ տնօրինելու պայմաններում ավտոմեքենաները միջինում չեն հեռացվում վթարի վայրից 1 ժամ 12 րոպե։ Եվ այս վիճակագրության համատեքստում կարծում եմ մենք ունենանք էապես բեռնաթափված երթևեկություն։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անկախ վերոնշյալ վիճակագրական տվյալներից, ես ինքս միևնույն է կարծում եմ, որ 20 րոպե երթևեկությունը կատվածահար անելն այն պայմաններում, երբ պատճառված վնասն ընդամենը մի փոքրիկ խազ է, եւս արդարացված չէ։ Ըստ այդմ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նախագծի շուրջ տեղի ունեցած բազմաթիվ տևական քննարկումների մեծ մասն առնչվել է ասվա հավելվածի բովանդակային եւ տեխնիկական լավարկմանը, որի հասնելու պարագայում ամբողջ գործընթացը կտևի առավելագույնը 2-ից 3 րոպե։ Խոսքը գնում է նույնականացման մի համակարգի մասին, որի առկայության պայմաններում վարորդները վթարի պահին արդեն իսկ ունենան իրենց առնչվող բոլոր անհրաժեշտ տվյալները իրենց հավելվածում, հետեւաբար եւ պարտավոր չեն լինի վթարից հետո մանուալ եղանակով դրանք լրացնել։ Ըստ այդմ, ուզում եմ տեղեկացնել, որ այս բարեփոխումն ունի փուլային բնույթ եւ 2026 թվականի հունվարի 1-ից, երբ նոր համակարգն արդեն իսկ կմտնի ամբողջական գործնական փուլ, մենք կվերանայենք այս օրենքը սահմանվող ժամանակահատվածը սահմանելով առավելագույնը 5-ից 10 րոպե։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ սույն օրենսդրական նախագծերի փաթեթի մշակման ընթացքում իմ կողմից բարձրացվել է նախկինում համաձայնեցված հայտարարով փոխհատուցվող առավելագույնը 200,000 դրամ սահմանաչափի շեմի հարցը եւ տեղական քննարկումների արդյունքում հաջողվել է այն կրկնապատկել դարձնելով 400,000։ Արդից օգտվելով կուզեի շնորհակալություն հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին այս տևական ժամանակահատվածում բովանդակալից քննարկումների համար, այդ թվում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, ապահովագրական բյուրո, բիվակ ընկերության, բազմաթիվ ոլորտային փորձագետների եւ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի մեր գործընկերներին։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։